Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքները վերջնականացվում են, մինչև այդ Հայաստանի մեգանախագծի շուրջ քննարկումներ են։ Հայաստանի նախագահի եւ արտասահմանյան պատվիրակների մասնակցությամբ մեկնարկում է Ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային երկօրյա համաժողովը։ Ակադեմիական քաղաքն այսպիսով կարող է դառնալ նաեւ տարածաշրջանային հաբ, միավորելով տարբեր երկրների ուսանողների եւ բուհերի, հետազոտական խմբերի։ Սա այն ծրագիրն է, որ հետևելով մեր կառավարության առաջնահերթ օրակարգին, խաղաղության խաչմերուկին ցույց է տալիս այն հնարավորությունները, որ կարող են լրացնել բաց սահմանները բովանդակային համագործակցության նոր հեռանկարով։ Այն կլինի իսկապես քաղաք, ճանապարհներով, այգիներով, սպորտային եւ մշակութային ենթակառուցվածքներով, սովորելու եւ սովորեցնելու, հետազոտելու եւ արարելու, գաղափարներ իրականացնելու, նոր տեխնոլոգիաներ ստանալու եւ գիտելիք առևտրայնացնելու հնարավորություններով։ Ըստ նախարարի այսօրվանից ուժի մեջ է մտնում բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքը, որը նախատեսում է ոլորտի ինստիտուցիոնալ փոփոխություններ, սահմանվում են նաեւ ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումները։ Օրենքը նաեւ միջազգայինորեն մրցունակ բարձրագույն կրթության եւ հետազոտության ինստիտուցիոնալ հիմքերն է դնում լիցենզավորման եւ հավատարմագրման նոր չափանիշներով, կառավարման եւ թափանցիկության նոր համակարգերով, ինքնավարության եւ ֆինանսավորման նոր գործիքակազմերով։ Հայաստանն անցնելով բազմաթիվ մարտահրավերներով ոչ միայն չի կրճատում կրթության բյուջեն, այլև տարեցտարի ավելացնում է։ 280%-ով ավելացվել է գիտության ֆինանսավորումը, մինչև 300%-ով բարձրացվել գիտաշխատողների բազային վարձատրության չափը։ 2021-ին կրթության ոլորտին ուղղվող պետական հատկացումը կազմել է 149 միլիարդ դրամ, 2025-ին այն կրկնապատկվել է։ 2026-ին կրթությանը հատկացվող միջոցները ըստ Անդրեասյանի կլինեն ռեկորդային Հայաստանի անկախության պատմության մեջ։ Մինչև 2030 թվականը ակադեմիական քաղաքի իրագործումը այս համատեքստում նախարարը առավել քան իրատեսական է համարում։ Ունենք նաև առանձին արդյունքներ շարժունության, տրանսպորտային նախագծի մասով, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններն են արված։ Ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք իրականացումը եւ մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաեւ իրականացման ռազմավարությունը։ Միջազգային համաժողովին Հայաստանի նախագահը խոսեց 2025-ին Նոբելյան մրցանակի արժանացած տնտեսագետների մասին, հաշվի առնելով, որ նախ այն շնորհվել է տնտեսագիտության տեսության բնագավառում առավել աչքի ընկած գիտնականների, նաեւ այն, որ անմիջական կապ ունի տեխնոլոգիական առաջընթացի, գիտելիքի, կրթության հետ։ Կոմիտեն հիշեցրել է աշխարհին, որ տնտեսական առաջընթացը կախված է ոչ թե փոփոխությունից խուսափելուց, այլ այն օգտագործելուց։ Եվ այս փիլիսոփայությունն է, որ պետք է առաջնորդի մեզ առաջիկայում։ Առավել ևս կրթության բնագավառում ռազմավարական խնդիրներ լուծելու մարտահրավերներին դիմակայելու համար։ Կրթությունը, գիտելիքը, նոր տեխնոլոգիաներն այն շարժիչ ուժն են, որ կապահովեն Հայաստանի Հանրապետության զարգացման, քաղաքացիների համընդհանուր բարեկեցության եւ տնտեսության աճի, պետության անվտանգության մակարդակի բարձրացման հարաբերությունը։ Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն կարծում է, երկխոսությամբ եւ համատեղ ջանքերով կարող են հասնել ավելի մրցունակ եւ գլոբալ կրթական դաշտի ապահովմանը։ Սա գաղափարների, տեսլականների փոխանակման հարթակ է։ Կարևոր է, որ ոչ միայն հարևան, այլև ռազմավարական գործընկեր երկրները փոխանակում են ոլորտի փորձն ու տեղեկատվությունը։ Վերջերս Վրաստանի վարչապետը ներկայացրեց հայեցակարգային փաստաթուղթ, որը վերաբերում է համալսարանական կրթության հիմնարար բարեփոխումներին։ Ունենք շատ հավակնոտ ծրագիր, կարևոր է ստեղծել համալսարանական կրթության մակարդակի նոր կենտրոն, որը կլինի Քութայիսիում։ Այն որոշակի հավասարակշռություն կստեղծի Վրաստանի երկու խոշոր քաղաքների ուսանողների թվի եւ ակադեմիական գործունեության միջև։ Հայաստանում է նաեւ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Գրեթե ամբողջությամբ ինտեգրել ենք ենթակառուցվածքը, որը երաշխավորում է, որ կաշխատի ակադեմիական քաղաքը։ Համաժողովը հրաշալի հնարավորություն է ընդգծելու նախագծի կարևորությունը։ Լսեցինք Վրաստանի, Սերբիայի օրինակները։ Նրանք եւս աշխատում են նման համակարգերի վրա եւ կարևոր է տեսնել, որ բարձրագույն կրթությունը գլոբալ թեմա է տարբեր տարածաշրջաններում։ Ակադեմիական քաղաքը կսկսի գործել տեխնոլոգիական բուհի տեղակայմամբ ու մոտ 3600 ուսանողի եւ ակադեմիական աշխատակազմի համար կացարաններով ու ենթակառուցվածքներով։ Հաջորդ փուլերում կամբողջացվի նախագիծը։ Այս պահին մշակվում է ակադեմիական քաղաքի ֆինանսական եւ ներդրումային պլանը։ Արդեն իսկ շատ մեծ հետաքրքրություն կա, օրինակ ազգային ստադիոնի մասով կա առանձին ներդրումային ուրեմն առաջարկ եւ մենք այժմ դա քննարկում ենք։ Այդպիսի առաջարկներ եւ հետաքրքրվածություններ առկա են նաեւ մյուս բաղադրիչներով։ Միջազգային համաժողովի երկրորդ օրը սպասվում է Հայաստանի վարչապետի ելույթը կրթությունը որպես ռազմավարություն թեմայով։ Մայա Խաչատրյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։